Նստեք 2026 թվականի փետրվարի 24-ին նշանակված դատական նիստը հայտարարում է բացված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը հանդես գալով որպես դատարան դրանց դատական նիստում նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ Անահիտ Աբրամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերիամ Բարսումյանի, Աշոտ Հայրապետյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստինե Մկոյանի դրանց դատական նիստում քննության է առնում Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործ ըստ Արդարության նախարարի կողմից ներկայացված միջնորդության դատական նիստի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել դատական նիստին Դատական նիստին ներկայացել են Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Ներսես Զենյալյանը եւ Դավիթ Հարությունյանը։ Շատ լավ։ Նախորդ դատական նիստում խորհուրդը որոշեց քննությունը հետաձգել, որպեսզի Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացվի այն փաստերը, որոնք ենթակային ապացուցման գործով շրջանակը որոշելու համար խնդրեմ պարոն Հարությունյան կարող եք ներկայացնել։ Որոնք նշանակություն ունեն կամ կարող են նշանակություն ունենալ խորհրդի կողմից լուծման ենթակա էական նշանակություն ունեն խորհրդի կողմից հետագայում դատական ակտ կայացնելիս հետևյալն են մասնավորապես արդյոք դատավոր Դավիթ Հարությունյանը ներկայումս դատավոր է թե ոչ ու այս տրամաբանությամբ պետք է գտնում եմ հաստատվի դատավոր լինելու փաստը այն պատճառաբանությամբ որ եթե անձը դատավոր չէ չի կարող առնվազն վերջինիս վերաբերյալ կարգապահական վարույթ քննարկվի Եթե հարկե բոլորը թվարկեմ, թե հիմա թվարկեմ հերթով։ Ուրեմն Դավիթ Հարությունյանի կամ դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից ենթադրաբար կարգապահական խախտում թույլ տալու փաստը այդ եթե ընդունենք դա տեղի է ունեցել, ապա ինչ հետևանքներ են առաջացրել նկարագրված արարքները, խոսքերը եւ արդյոք դրանք պահպանում են այդ հետևանքները արդյոք արդիական են պահպանվում են մինչ այժմ, այսինքն դիցուկ 2026 թվականի փետրվարի 24-ը կամ դատական ակտը կայացնելու օրը կայացվելիք դատական ակտի օրը Միանձնյա որոշումներ կայացնել ճակերտներում եմ ասում բացարձակ կոնսենսուսը Դավիթ Հարությունյանի հեղինակային միտք լինելու փաստը կամ Դավիթ Հարությունյանի որպես առաջնային աղբյուր լինելու փաստը Ճակերտները միանձնայինները վերաբերում թե կոնսենսուսը Միանձնյան եւ կոնսենսուսը մեկ համատեղ երկուսն էլ ճակերտներում ճակերտը բացվեց միանձնյա որոշումներ կայացնել կամ միանձնյա որոշումների կայացում ստորակետ բացարձակ կոնսենսուս ճակերտը փակեցինք Բացարձակ կոնսենսուս այսինքն ձեր հեղինակային Դա արդյոք իմ հեղինակային արտահայտություններն են աղբյուրը այդ օրակարգ մղելու ես եմ թե ոչ Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության աստիճանը մեթոդաբանությունը Դավիթ Հարությունյանի խոսքի ազդեցությունը այդ աստիճանի նկատմամբ 22, 23, 24, 25, 26 թվականներին Դավիթ Հարությունյանի հեղինակավոր կամ առավել հեղինակավոր եւ կամ առավել հեղինակավոր եւ կամ ազգային ժողովի կողմից որպես հեղինակավոր դատավոր ընտրված անդամից առավել հեղինակավոր լինելու փաստը եւ վերջում վեթինգի զտման բնականոն սերնդափոխության
օրենքով սահմանված լինելու հանգամանքը եւ դրա չափանիշները կամ չափորոշիչները։ Այսքանը կարծում եմ բավարար է։ Վեյթինգի, ստորակետ, զտման, չէ, որ ավելի պարզ լինի։ Վեյթինգի, զտման, ստորակետելի կամ բնականոն սերնդափոխության չափանիշներ օրենքով սահմանված լինելը եւ դրա չափանիշները, չափորոշիչները։ Շատ լավ, շնորհակալություն ներկայացրեցիք ձեր կողմից ըստ ձեզ ինչ փաստեր են ենթակա հաստատման շրջանակը սեն գործի համար էական նշանակություն ունեցող լիազոր մարմնի արգելի ներկայացուցիչ սրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը կարող եք ասել նաև ձեր կողմից եւս մեկ անգամ թեկուզ եւ նախորդ նիստում որոշակի նշվեց, բայց ըստ ձեզ որոնք են ենթակա ինչ որ փաստերն են ենթակա հաստատման եւ շրջանակը։ Շնորհակալություն հարգելի խորհուրդ, կրկնեմ նախորդի ներկայացրած մեր դիրքորոշումը, մեր պնդմամբ թե որ փաստերի շրջանակն է ենթակա ապացուցման, դատավորը, որը նաև նշված է մեր միջնորդության մեջ, մասնավորապես Պապան Հարությունյանը արձանագրել է իր գնահատական առայն, որ 10 դատավորներից բաղկացած կոլեգիալ մարմնում կոնսենսուսային միաձայն որոշումների առկայությունը պարտադիր ենթադրում է որոշակի ուղղորդման առկայություն եւ հարցազրույցից նախորդող 6 ամսվա ընթացքում դատավորների լիազորությունների դադարեցումը բացասական ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա, սա է նշել պարոն Հարությունյանը եւ նաեւ այստեղ Չէ, եւ այստեղ ապացուցման ենթակա փաստը այն է, որ 20-ից ավելի դատավորների լիազորությունների դադարեցումը անօրինական է գնահատել դատավորը, ապացուցման ենթակա է այն հանգամանքը, թե ուրեմն անօրինական այս գնահատականը վերաբերում է արդյոք կարգապահական վարույթով, կարգապահական վարույթների արդյունքում դատավորների լիազորությունների դադարեցմանը, թե ոչ, փաստերից երկրորդ փաստն սա է։ Հարգելի խորհուրդ, եւ ինչ վերաբերում է պարոն Հարությունյանի կողմից Հարգելի խորհուրդ, դատավորը երկու փաստ է ստեղ ունենք, դատավորը տվել է գնահատական, որ 10 դատավորներից բաղկացած կոլեգիալ մարմնում կոնսենսուսային միաձայն որոշումների առկայությունը կամ միաձայն ինչպես պարոն Հարությունյանը նշում, պարտադիր ենթադրում է որոշակի ուղղորդման առկայություն։ Եվ երկրորդը հարցազրույցի նախորդող 6 ամսվա ընթացքում դատավորների լիազորության դադարեցումը մեր պնդմամբ այդ թվում սա վերաբերում է բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական վարույթների արդյունքում դատավորների լիազորությունների դադարեցմանը, բացասական ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա եւ 20-ից ավելի դատավորների լիազորությունների դադարեցումը, այդ թվում նաեւ կարգապահական վարույթների արդյունքում անօրինական են եղել ըստ պարոն Հարությունյանի։ Եվ ձեր թույլտվությամբ նաև անդրադառնամ պարոն Հարությունյանի կողմից մատնանշված փաստերի շրջանակին, որի շուրջ մենք առարկություններ ունենք որոշակիորեն, մասնավորապես հերթով անդրադառնամ, արդյոք պարոն Հարությունյանը ներկայումս դատավոր է թե ոչ, դատավոր լինելու փաստը մեր կարծիքով սա դուրս է միջնորդության քննարկման առարկայից եւ ընդ որում այս հարցը պարոն Հարությունյանը արդեն բարձրացրել է եւ խորհուրդը որոշել է դրան հետագայում անդրադառնալ ուրեմն իր վերջնական դատական ակտով։ Կարգապահական խախտում Այդ որ մասով, պարոն դատավոր լինել չլինելու։ Ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տալու փաստի մասով դե բնականաբար սա փաստերի շրջանակի մեջ է
Ինչ հետևանքներ են առաջացրել այդ արարքները եւ այդ հետևանքները արդյոք պահպանվում են մինչ այժմ, սրա հետ կապված բնականաբար խորհուրդ կորոշի, բայց նախորդիվ կարծեմ ես առիթ եմ ունեցել նշելու, որ այստեղ կարևորվում է ուրեմն պարոն Հարությունյանի կողմից ուրեմն այդ արտահայտությունները հնչեցնելը հարցազրույցի ժամանակ, որով կասկածի տակ են դրվել դատական իշխանության անկախությունը, անաչառությունը եւ նաեւ բարձրագույն դատական խորհրդի դատական ակտերը, հետեւաբար այստեղ հետևանքները էական նշանակություն չեն կարող ունենալ։ Միանձնյա որոշումներ կայացնելու կամ բացարձակ կոնսենսուսը հեղինական միտք լինել կամ չլինելու փաստի հետ կապված, սրան էլ ենք առիթ ունեցել անդրադառնալու, որ անկախ նրանից ում միտքն է մեջբերվում, այստեղ պարոն Հարությունյանը տվել է նաև իր գնահատականները դրա շուրջ, այսինքն բնականաբար թեկուզ օգտագործելով այլ անձի կողմից հնչեցված արտահայտությունը, դա նաև օգտագործվել է իր գնահատականը տվյալ իրավիճակին տալու համար։ Հանրային վստահության ազդեցության մակարդակը կապվում է էլի հետևանքների հետ, որի շուրջ նշեցի մեր դիրքորոշումը, պարոն Հարությունյանի, եթե ճիշտ եմ հիշում, պարոն Հարությունյանի ուրեմն նշած ուրեմն փաստը հեղինակավոր կամ առավել հեղինակավոր լինել կամ չլինելու հանգամանքը, սա էլ կարծում Շատ շնորհակալություն, սա էլ կարծում ենք միջնորդության շրջանակի քննության շրջանակից դուրս է եւ նաեւ նույն կերպ քննության շրջանակից դուրս է, ինչպես պարոն Հարությունյանը նշեց, վեթինգի կամ սերնդափոխության օրենքով սահմանված լինել։ Այսինքն եթե ամփոփենք, ի լրում են կամ ի շարունակություն մեր նշած ապացուցման ենթակա փաստերի, պարոն Հարությունյանի կողմից մեջբերված փաստերի շրջանակից վերաբերելի են ըստ մեզ ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տալու փաստը որպես ապացուցման ենթակա փաստ։ Շնորհակալ։ Շատ լավ, շնորհակալություն։ Դիտարկում ունի խորհուրդը այս բանին այս մասում։ Խորհուրդ կամ ռեպլիկի կարգով կամ հավելյալ ելույթ ունենամ պարոն Դադունցի ասվածների հետ կապված, քանի որ արձագանքեք, հետո մենք։ Արձագանքեմ։ Հա, արձագանք։ Սկսեմ վերջից, այդ բնական սերնդափոխություն վեթինգ զտումը էական փաստ է պարզելու ենթակա, հաշվի առնելով այն հանգամանքը, հիշեցնեմ, որ Տիկին Թումանյանց 2024 թվականի հունվարին հայտնի տեսանյութում հիշատակել է իմ լիազորությունների դադարեցումը այդ համատեքստում, նշված ավելի վաղ բարձրագույն դատական խորհրդի կայքում կամ դատական իշխանությունը կրող Facebook-յան կայքում այդ մասին հայտարարել է այդ ժամանակ գործող ԲԴԽ նախագահ Անդրեասյանը, ի թիվս 33 դատավորների, նաև ներառելով ինձ, որը մասնավորապես դրա մասին վկայում նաև դեպարտամենտից այս գործի քննության այս վարույթի շրջանակներում ստացված պատասխանը, հետևաբար ես գտնում եմ, որ սա պետք է ներառվի ապացուցող ենթակա փաստերի շրջանակում, ինչ վերաբերվում է հեղինակավոր, առավել հեղինակավոր կամ ազգային ժողովի կողմից որպես հեղինակավոր իրավաբան ընտրված լինելու իրավաբանից ավելի հեղինակավոր լինելու փաստի ապացուցման ու կարևորության անհրաժեշտությանը, ապա հարկ է նկատել, որ ընդամենը 4 օր առաջ 2026 թվականի փետրվարի 20-ին ազգային ժողովի կողմից առավել ազգային ժողովի կողմից որպես հեղինակավոր իրավաբան ընտրված ԲԴԽ ոչ դատավոր անդամը կատարեց դատական իշխանության հեղինակությունը վնասող հայտարարություններ, որի հետ կապված ներկայացվեց բացարկի միջնորդություն, բացարկը մերժվեց այն պատճառաբանությամբ, որ վերջինս հղում է կատարել անհայտ ոչ հեղինակավոր միջազգային կազմակերպության զեկույցին եւ նաեւ անձը բնութագրող պատասխանատվությունը, այսպես ասեմ, ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքների համատեքստում, ինչպես նաեւ արարքը հաստատված համարելու կամ հերքելու համատեքստում, նաեւ խորհրդի պարզաբանմամբ էական նշանակություն ունի հեղինակավոր լինելը, որը որ հաստատվել էր նույն ամսի 20-ի կամ 23-ի դատական նիստում, ԲԴԽ ոչ երկու դատավոր անդամների կողմից, այդ փաստը հաստատվել արձանագրվել էր Թումանյան եւ Թումանյանցի կողմից, եւ այս հարցը նաեւ դատական ակտ կայացնելիս եւս կարեւոր նշանակություն է ունենալու։
Ինչ վերաբերվում է Իվարկյան, պարոն աղբյուրին, Հարությունյան։ կներեք վերջին ու մնաց, ինչ վերաբերվում է աղբյուրին, Իվարկյան ես արձագանքեմ, հետո կասեք, այդ կհիշեք էլի աղբյուրի մասը, որ ասում եք խորհուրդը արձանագրեց, գտավ, որ հեղինակավոր լինել է էական նշանակությունի, այդ ինչը նկատի ունեք։ ասեմ, ես քանի որ ասել այդպիսի բան։ որոշումը դուք այն որ որոշումը մերժում եք, բացառիկի վերաբերյալ մերժման որոշումը հրապարակվեց, ես պահանջեցի պարզաբանում, խնդրեցի պարզաբանում, հայցեցի պարզաբանում, թե այդ որ հեղինակավոր կազմակերպության կարծիքի վրա է հենվել եւ խնդրեցի նշել գետ 1 կազմակերպության անվանում, որևէ կազմակերպության անվանում չնշվեց եւ դուք ինձ հակադարձեցիք, թե ով է ասում, որ հեղինակավոր կազմակերպության մասին է խոսքը։ Ես այդ ձեր հակադարձումից, թե ով է ասում, որ որևէ հեղինակային միջազգային հեղինակավոր, ընդ որում հեղինակավոր կազմակերպության կողմից է, այսինքն ով է ասում, որ աղբյուրը հենց միջազգային ու հեղինակավոր կազմակերպություն է, դուք ինձ հակադարձեցիք, որից իմ մոտ ողջամիտ տպավորություն առաջացավ, կամ ընկալում առաջացավ, որ այն հղումը, որին տվել էր եւ երևի խորհրդակցական սենյակում պարզաբանել էր Թումանյանը, վերաբերվում էր որևէ միջազգային, բայց ոչ հեղինակավոր կազմակերպությանը։ Եվ դա խորհրդի կողմից դիտվել էր իրավաչափ, առնվազն նույնիսկ բացարկի չհանգեցնող արտահայտություններ, դիտարկումներ։ Այս համատեքստում է։ Եթե բավարար ձեզ Ես ընդհանրապես հիշեցնեմ, որ ձեզ այդ պատճառաբանությունները վերաբերել են նրան, որ պարոն Թումանյանը հղում կատարելով է իր դիտարկումներն արել, տվյալ կազմակերպությունների կողմից համապատասխան եզրակացությունների բովանդակության։ Այլ կերպ այդ աղբյուրների։ Այն աղբյուրին շարունակեք։ Այո։ Եվ հաջորդը, այն որ ես նշեցի, որ փաստ, որ պետք է ապացուցվի, թե արդյոք այդ խոսքերի հեղինակը օրակարգ մղողը ես եմ անձամբ թե ոչ, որպես կարևոր նշանակություն ունող հանգամանք, բխում է նաև նրանից, նաև խորհրդի դիրքորոշումների համատեքստում, որ եթե ազգային ժողովի կողմից որպես հեղինակավոր ընտրված իրավաբանը կարող է հղում կատարել անհայտ աղբյուրների, միջազգային զեկույցների, նույնիսկ եթե ընդունենք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցների ու կատարել դատական իշխանությունը վնասող հայտարարություններ, ու որոնք վերաբերվում են մասնավորապես իմ գործի համատեքստում ասեմ 11 թվականից 23 թվականների ընթացքում բոլոր դատական ակտերը որոշակի գներով պայմանավորված կայացնելուն, իսկ ես քննադատել եմ ընդամենը 4 դատական ակտի կայացում ըստ մեղադրանքի կամ ըստ կարգապահական մեղադրանքի, ապա ես գտնում եմ նաև այս հանգամանքում աղբյուրը եւս պարզելու կարևոր նշանակություն ունի, որ այսինքն ես ասում եմ, եթե ընդունենք, թե ասում եմ կամ ասել եմ, որ այս օրակարգի հեղինակները առավել վաղ էսրա մասին հայտնածները ԲԴԽ անդամներ են, 2 ոչ դատավոր ու 1 դատավոր անդամ, ապա ես գտնում եմ այս համատեքստում նաև աղբյուրը կարևոր նշանակություն ունի։ Մասնավորապես նաև գնահատելու, թե արդյոք կարող ենք միջազգային գոյություն չունեցող կամ անանուն աղբյուրների հղում տալ ու կատարել նման հայտարարություններ ու դա չդիտվի խախտում, առնվազն բացարկի չհանգեցնի, իսկ դատավորը հղում տա բարձրագույն դատական խորհրդի 2 ոչ դատավոր ու 1 դատավոր անդամի, ովքեր երաշխավորելու են կոչված ըստ սահմանադրության դատավորների անկախությունը, դա դիտվի խախտում։ Հետևաբար գտնում եմ նաև խորհրդի համար խորհրդակցական սենյակում այս հարցին անդրադառնալիս վերջնական դատական ակտի կայացման համար սա պետք է ունենա կարևոր նշանակություն, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այժմ անհրաժեշտ է 5-10 րոպե ընդմիջում վերջնական այդ դիրքորոշումը դրա հետ կապված հայտնելու համար։ Ընդմիջում։ Կարող եք նստել։ Դատական նիստը շարունակվում է, խորհուրդը ընդմիջում էր հայտարարել միաժամանակ արձանագրելու համար փաստերի շրջանակը, կազմի փոփոխություն չկա, արձանագրենք, որ Տիկին Մկրտչյանն է ներկայացել նաև դատական նիստին, պարոն Հարությունյանի ներկայացուցիչ։ Այսպիսով լսելով կողմերին խորհուրդը գտնում է, որ սույն գործով հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի
ամբողջական շրջանակը հետևյալն է։ Արդյոք Դավիթ Հարությունյանի կողմից թույլ են տրվել միջնորդությամբ վերագրվող արարքները եւ արդյոք դրանք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտման, եւ եթե Դավիթ Հարությունյանի կողմից թույլ տրված արարքը հանգեցրել է վարքագծի կանոնի խախտման, ապա այն կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ ամփոփությամբ։ Ուրեմն հարգելի ներկաներ, մասնավորապես լիազոր մարմնի ներկայացուցիչներ եւ պարոն Հարությունյան, դուք իրավունք ունեք իհարկե դատական օրենսգրքով սահմանված ընթացակարգերի համապատասխան միջնորդության հիմքում դրված փաստական հանգամանքները տվյալները ըստ էության պետք է հիմնավորի լիազոր մարմինը, բայց դուք զրկված չեք ձեր կողմից ներկայացված փաստերի փաստարկների շրջանակում համապատասխան ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից։ Իհարկե սա նախկինում էլի ասվել էր, բայց այս շրջանակում ձեզ լրացուցիչ դրա մասին եւս մեկ անգամ հայտնվում է։ Դուք ունեիք միջնորդություն վկաների հետ կապված, խնդրեմ կարող եք այսինքն ասել եք, որ ունեք, արդյոք հիմա ունեք թե չէ, այդ մասով ասեք։ Արգելի խորհուրդ, ունենք վկաներ դատակոչելու մասին միջնորդություն, ինչպես ավելի վաղ հայտարարել ենք, ես ուղղակի կցանկանամ որոշակի պարզաբանում ես ընթացակարգի հետ կապված, ինչպես նշեցի, դրանք 5-7 են կամ ավելին, ուղղակի ուզում եմ հասկանամ միանգամից ներկայացվի, թե առանձին ներկայացվի, ուստեղ նաև տեխնիկական խնդիր է, դա այդ որոշումները դրա կապակցությամբ պետք է կայացնեք խորհրդակցական սենյակում, թե ոչ, ու տեխնիկական առումով սա ուզում եմ հասկանամ, քանի որ խորհրդում էլ այդպիսի պրակտիկա ես չեմ հիշում, որ որևէ վկա երբևէ հարցականված լինի։ Շատ լավ։ Միգուցե որպես վկա, որը մեկը չի հարցաքննվել, այս բան համենայն դեպս վերջի ժամանակներում հաստատապես չի եղել նման դեպք հարցաքննվելու, բայց միջնորդություն ներկայացվել է եւ դա քննարկման առարկա դարձել է միջնորդությունը։ Հիմա դուք միջնորդությունը պետք է ներկայացնեք, մի փոքր ավելի մանրամասն պարզաբանեմ, հա, միջնորդությունը կներկայացնեք, ինչպես որ հասկացա, մեկից ավել են, ամբողջական կներկայացնեք եւ պետք է դուք նաև մատնանշեք, թե որ փաստի հաստատման համար է ձեզ անհրաժեշտ տվյալ վկայի ցուցմունքը, որպես ապացույց հետագայում գնահատելու առումով եւ մենք կլսենք ձեր միջնորդությունը, այնուհետև համապատասխան որոշումը խորհուրդը կայացնի։ Դե նաև կլսենք դիրքորոշում մյուս կողմից, լիազոր մարմնի կողմից, ինչ։ Հա, եթե հարցը ուղիղ մենակ խորհրդակցական սենյակին էր, խորհրդակցական սենյակում համապատասխան որոշումը կայացվի։ Ոնց որ թե ձեր բոլոր հարցերի պատասխանը տվեց։ Հարգելի խորհուրդ, ես կխնդրեմ նաև պարզաբանեք հետևյալը, դուք նշեցիք հարգելի նախագահ, որ բոլորի միանգամից ներկայացնել այդ դեպքում այստեղ արդյոք խնդիր չի առաջանա, ենթադրենք մի վկային պայմանական խորհուրդը հարկի համարում բավարարում է միջնորդությունը, մյուս վկայի մասով մերժում է, այս մասով կխնդրեմ պարզաբանեք, էլի ըստեյություն պատճառաբանելու եք նաև ինչու եք մերժում պայմանական։ Դրա ինչը պարզաբանեմ։ Այստեղ խնդիր չի առաջանա, եթե բոլոր վկաների միանգամից ներկայացվի, դրա համար եմ ասում, կոնկրետ մի մասով օրինակ բավարարում եք, մյուս մասով մերժում եք։ Պատճառաբանություն իմ կարծիքով, հա, խորհուրդը կներկայացնի։ Մեկ րոպե, հարգելի խորհուրդ, հետևյալն է։ Ես ասեմ, եթե խոսքը վերաբերում է նրան, որ պայմանական հա 10 հոգու ներկայացնեք, միանգամից չի որոշվելու 10-ի վերաբերյալ միջնորդությունը մերժել։ Միգուցե 10-ից 2-ինը բավարարվի, 8-ինը ոչ, կամ 10-ին էլ բավարարվի օրինակ, այսինքն այդ եթե այդ էր էլի ձեր հարցը։ Հիմա մի վարքյան հարգելի խնդիրը հետևյալում է։ Եթե հիմա ես ամեն դեպքում 1 կամ 2 վկա կանչել հարցաքննելու միջնորդություն կներկայացնեմ, զուտ եթե այս միջնորդությունները բավարարվեն նրանց մասով, ապա կարծում եմ դրանց հաջորդող մյուսների անհրաժեշտությունը վերանալու է, կանխավարկածը բնականաբար ըստ մեզ բավարարումն է, հետեւաբար ես 2-ին կներկայացնեմ, եթե բավարարվի մյուսներից կհրաժարվեմ մեր միջնորդությունից կամ այդպիսիք չեմ ներկայացնի, իսկ եթե մերժվի նոր մնացածին ամբողջ ծավալով, ամբողջ ցանկով մեկ միջնորդությամբ կներկայացնեմ։ Հիմա եթե թույլ տաք, ես ներկայացնեմ միջնորդությունը, ես նախ եւ առաջ գտնում եմ, որ պետք է այս
քննության շրջանակներում որպես վկա կանչվի եւ հարցաքննվի Կարեն Անդրեասյանը եւ Գրիգոր Մինասյանը։ Պատճառաբանությունները հետեւյալում են. Դատարանին ներկայացրել եմ, Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ ապացույցներ այն մասին, որ դեռևս 22 թվականի փետրվարին վերջինս իմ եւ մի շարք այլ դատավորների կողմից նրա կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները քննադատելու կապակցությամբ հայտնել է դիրքորոշում այն մասին, դատավորներին անվանարկել է, պիտակավորել է, վիրավորական խոսքեր են հարցին հնչեցրել, արձանագրելով, որ մինչև վերջին շունչը, քանի դեռ ինքը պաշտոնի է, այդ դատավորների դեմ պետք է պայքարի, սա մեկ հանգամանք, հաջորդը, ես հիմնականում եմ նշում այդ 80 թերթանոց միջնորդությունում, որը վերաբերում էր վարույթի օրինականությանը, այդտեղ ամբողջ ծավալով շարադրված են, հաջորդը նրա Բարձրագույն դատական խորհրդում դրսևորած վարքագիծներ, կողմի նկատմամբ հեգնական վերաբերմունք ամենամեղմը, կողմի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք, կողմի նկատմամբ դատական սանկցիայի կիրառումից հետո կարգադիշներին դռները փակելուն ուղղված շուրջ 10 եւ ավելի հրահանգ, դրանից հետո Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր մեկ այլ անդամի հետ նման հարցի քննարկում, արգելում փաստաբանների դատականիստերի շենք, վարչական շենք ժամանած փաստաբաններին դատական նիստերի դահլիճ մուտք գործելու արգելքի կիրառում կարգադրիչների ծառայության պետին քողարկված հրամանի միջոցով, որը ձայնագրարվել է, այդ դատական նիստերի ձայնագրարման կրիչը կա գործի նյութերում, դրանից հետո այս գործի կապակցությամբ Կարեն Անդրեասյանի հայտնած դիրքորոշումները, մասնավորապես նաև քիչ առաջ ավելի վաղ նաև հիշատակված իմ եւ այլ դատավորների նկատմամբ բնականon են դա փոխություն, վեթինգ, զտում եւ այլ նմանատիպ գործիքակազմերի կամ միջոցների կիրառում, մնացածը չթվարկեմ, դրանք կան գործի նյութերում, կան միջնորդության մեջ պարունակվում են այդ բոլոր փաստական տվյալները, փաստական հանգամանքները, այս հարցերի նաև վարույթի օրինականության հետ կապված, վարույթի օրինականության հարցը հետաձգվել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից, քննարկելու եւ որոշում կայացնելու վերջնական ակտով, որը այսինքն առնվազն այս տեսանկյունից գործի լուծման համար ունի էական նշանակություն։ Իսկ Գրիգոր Մինասյանին, այդ թվում նաև վերջինիս հարցաքննելու անհրաժեշտությունը պայմանավորված է որպես լիազոր մարմին Կարեն Անդրեասյանի հետ համատեղ ծրագրավորված թիրախավորված գործողությունների իրականացման շրջանակներում, մասնավորապես նաև իմ լիազորությունները դադարեցնելուց հետո նրա կողմից հուլիսի 5-ին կամ 6-ին ազատություն ռադիոկայանում այս վարույթի վերաբերյալ տված գնահատականներին այն մասով, որ իմ լիազորությունները դադարեցվել են 30 տարի անարդարությունների մասին չխոսելու, 41 տարեկանում 30 տարի անարդարությունների մասին չխոսելու, գործընկերներից պաշտպանելու, սեփական մաշկի մասին մտածելու համար պայմանավորված են այդ դռնփակ դատական քննություն իրականացնելու միջնորդությունը ներկայացնելու 2023 թվականի, եթե չեմ սխալվում, ներկայացված է հունիսի 19-ին հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ նրա տված հարցազրույցի հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ, մասնավորապես այն մասով, որ ինձ վերագրվել է նաև մի այդ որոշումների արդյունքում կատարված ինչ-որ խախտում կամ այդպիսի տպավորություն է փորձել թողնել եւ ինչպես նաև նրանց կողմից փոխկապակցվածության լիազոր մարմնի եւ նախկին լիազոր մարմնի եւ նախկին ԲԴԽ նախագահի փոխկապակցվածության համատեքստում հարցեր, որոնք բնականաբար խորհուրդ արձանագրել է, որ դեռևս լուծման ենթակա հարցեր են խորհրդակցական սենյակում,
չեմ ցանկանում նշել մասնավորապես դռնփակ դատական նիստում ներկայացված տեղեկություններն ու ապացույցները։ Նաև այս հանգամանքների շուրջ թեկուզ եւ դռնփակ դատական նիստում որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, եթե անհրաժեշտ են նրանց գտնվելու վայրերի մասին կամ այսպես ասեմ ծանուցման հասցեները, ապա դրանք առանց բարձրաձայնելու աշխատանքային հասցեները կամ կարող ենք ձեզ տրամադրել։ Սա էլ միջնորդության էությունն է, եթե փաստաբանները բան ունեն այս առումով ավելացնելու, ապա խնդրեմ։ Նախ արձանագրենք, որ ձեր մյուս ներկայացուցիչը պարոն Հարությունյանը նույնպես ներկայացավ նիստին, եւ եթե ունեք դիրքորոշում լրացնելու որևէ բան ունեք, կարող եք ներկայացնել, բայց ինչ վերաբերում է հասցեները ներկայացնելուն, սահմանված կարգերը ձեր ներկայացուցիչները գիտեն։ Հիմա դուք որոշեք ներկայացնում եք, թե չէ։ Հարգելի աշխատանքային հասցե հանրայիտ, այսպես ասած, տեղեկությունն է։ Հա, գրավոր, չես բաները։ Հարգելի խորհուրդ, եթե հա, մի հատ արագ դիմումով հայտնեն մենք կներկայացնենք։ Հա, որևէ խնդիր չկա, ամեն դեպքում ես բանավոր հիմա հայտարարեմ, նաև հիմա շատ արագ գրավորել կներկայացնեմ զուգահեռ հետ։ Շատ բարի, ոնց հարմար է։ Ընտրեմ, ինչ կարծիք, անջատեցին, ձեր դիրքորոշում։ Հարգելի խորհուրդ, քիչ առաջ խորհուրդը հրապարակեց այս գործով ապացուցման ընդհակափաստերի շրջանակը, դա երկուսն էին, արդյոք Դավիթ Հարությունյանի կողմից թույլ են տրվել միջնորդության վերագրվող արարքները եւ հանգեցրել են վարքագծի կանոնների խախտման, եւ երկրորդը, եթե թույլ են տրվել, ապա արդյոք դրանք կատարվել են դիտավորությամբ։ Պարոն Հարությունյանի ուրեմն կողմից ներկայացված, հա, եթե թերի ասացի ներողություն, բայց դա ֆիքս է։ Պարոն Հարությունյանի կողմից ներկայացված միջնորդությունը լսելով ես ցանկանում եմ անդրադառնալ վարչական դատավարության օրենսգրքով ապացույցների վերաբերելիության հարցին, շատ չծանրաբեռնելով խորհրդին, վստահ եմ խորհուրդներ գիտի, ապացույցների վերաբերող սկզբունքների կանոնների շրջանակներում կարևորվում է ապացույցների վերաբերելիությունը, որը ենթադրում է, որ թույլատրելի պետք է համարեն այն ապացույցները գործով, որոնք ուղղված են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող եւ ապացուցման առարկային վերաբերող այս կամ այն փաստի առկայության կամ բացակայության հավաստմանը, ընդ որում վարչական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածը հստակ նշում է, որ վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդության ներկայացնելիս նշվում է այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, եւ քանի որ փաստերի շրջանակը արդեն իսկ Բարձրագույն դատական խորհուրդը նշեց, մեր գնահատմամբ պարոն Հարությունյանի կողմից ներկայացված միջնորդությամբ ուրեմն չի վկայակոչվել այն փաստը, որը ընկնում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից կանխորոշված փաստերի շրջանակի մեջ եւ հետեւաբար ուրեմն այն ապացույցը, որը կարող է ձեռք բերվել նշված վկաների հարցաքննության արդյունքում, վերաբերելի չի լինելու տվյալ գործին եւ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը ավելի կամ պակաս հավանական չի դարձնելու։ Չնշեմ նաև, որ նախադեպային պրակտիկա կա եւ վարչական եւ քաղաքացիական դատավարությունում ապացույցների վերաբերելիության հետ կապված չծանրաբեռնեմ այդքանով, ամփոփելով, հա, ներողություն, իմ գործընկերն էլ կարճ լրացումանի եւ ամփոփում։ Հարգելի խորհուրդ, երկրորդելով նաև գործընկերոջս միանալով ներկայացված ամբողջ դիրքորոշմանը, ցանկանում եմ նաև ի հավելումը նշել, որ առաջ ընկնելով եւ հնարավոր փաստը նախանշելու դեպքում գուցե պարոն Հարությունյան կամ ներկայացուցիչների կողմից իրենց պատասխան խոսքում հետագայում նշվի, թե ներկայացված երկուսից որին է վերաբերում, առաջ ընկնելով նաև փորձեմ հակափաստարկ դրան ներկայացնել, անգամ եթե որևէ կերպ մատնանշվի փաստերից որևէ մեկը, որին կարող է ողջամտորեն որևէ առնչություն ունենալ միջնորդված վկայի հարցաքննությունը, այստեղ հարց է առաջանում կոնկրետ պարոն Կարեն Անդրեասյանի դեպքում մեջբերումներ արվեց պարոն Հարությունյանի կողմից որոշակի մտքերի, նպատակը նաև հարցաքննության նրա Բարձրագույն դատական խորհրդում պետք է հասկանալ ինչն է, հաստատել փաստ, որ նա ասել է նման արտահայտություններ, թե ոչ,
Եթե ըստ պարոն Հարությունյանի դրանք հրապարակային հասանելի են, դա հասանելի է նաև խորհրդին, եթե որևէ կերպ իր հակափաստարկներում պարոն Հարությունյանը դրանց հղում է կատարում, այսինքն եթե խորհուրդը գտնի, որ ներկայացված փաստերի շրջանակներում դրանք կարող են վերաբերելի լինել, սահմանափակված չի լինելու նաև դրանց անդրադարձ կատարելու։ Ինչ վերաբերում է սա այն մասով արված հայտարարությունների, քանի որ այդ դեպքում որպես ԲԴԽ անդամ կարգապահական վարույթ քննելիս հանդես չի եկել, այսինքն դատավորի կարգավիճակում չի եղել։ Ինչ վերաբերում է մյուս կտորին, որի մասին պարոն Հարությունյանը նշեց, որ գործի քննության ընթացքում տեղի ունեցած հանգամանքների վերաբերյալ, ապա վարչական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը այստեղ ուղիղ արգելք է սահմանում, որ դատավորը չի կարող արձագանքվել որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների եւ քվեարկությունների առնչությամբ։ Ամփոփելով գործընկերոջս եւ իմ ներկայացրած դիրքորոշումները, խնդրում եմ միջնորդությունը մերժել։ Շատ լավ, հարցեր ունեք, խորհրդի անդամներ չկան։ Տվեք այդ փաստաթուղթը։ Չէ, հիմա չէ, տվեք այդ փաստաթուղթը։ Հա, որ ասել եք 1-2 րոպե, ես մտածեցի արդեն պատրաստ է, ձեր ներկայացուցիչ աշխատում է դրա վրա։ Ժողովուրդ, ես չգիտեմ դուք ինչ եք անում։ Չէ, որ ասում եմ, ես չգիտեմ, էլի ինչ եք անում, դուք իրար հետ որոշեք։ Հա, խնդիր չկա, տվեք։ Սպասում ենք։ Այդ միջնորդությունը գրավորել ունեիք, պարոն Հարությունյան, թե չունեք այդ ուրիշ փաստաթուղթ։ Գրավոր ունենք, բայց վերաբերվում է նաև այլ անձանց։ Ես ինչպես նշեցի, եթե այս երկու միջնորդությունը բավարարվի, Չէ, արդեն ներկայացված է մասին։ Մյուսներից մենք կհրաժարվենք։ Առանձին չկա, այս պահին մարտավարությունը առնվազն չեմ ուզում բացահայտել։ Դիմում ըստ խորհրդի պահանջի ներկայացնում է միջնորդությունը գից, միջնորդյանը գից, հա երևի։ Այո, միջնորդյանը գրած միգուցե Պարոն Անդրեասյանի հասցեն, Գրիգոր Մինասյանի հասցեն, հարգանքով Դ. Հարությունյան և ստորագրություն։ Շատ լավ, հարցեր չունեիք, չէ՞, խորհրդի անդամ։ Հավելում հնարավոր է, հարգելի խորհուրդ։ Եվ Կարճ, չէ, հարցադրում չի կարող լինել, պարոն Հարությունյան խնդրեմ։ Հավելում կա։ Հա, հերթական կա, ասեք, ինչ-որ բան եք ուզում ասեք, Հարգելի խորհուրդ արձագանքելով նախարարության ներկայացուցիչների փաստարկներին, հարկ ենք համարում նշել, որ թեև խորհուրդը, այսպես ասած, գործի համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշել է եւ ըստ այդության առավել կարելի է համարել, որ պարոն Հարությունյանի միջնորդությամբ արծացված փաստերը չեն առնչվում խորհրդի կողմից նշված գործի ամենաշնորհակալության փաստերին, այնուամենայնիվ, ինչպես խորհրդի նախագահ նշեց, մենք զրկված չենք մեր փաստարկները ներկայացնելու եւ պարոն Հարությունյանի միջնորդությամբ գտնում ենք, որ պայմանական, եթե արտադրության նախարարության լիազոր մարմնի ներկայացուցիչները կհիմնավորեն խորհրդի նշած փաստերը, այսպես ասած, մենք կկարողանանք վկայի ցուցմունքով, այսպես ասած, հակադարձել։ Դա պաշտպանության մի եղանակ է, ուստի եւ դրանով է պայմանավորված մեր միջնորդության ներկայացումը, թերևս այսքան է։ Շնորհակալություն, քիչ անց կվերադառնանք հեռանում է խորհրդակցական։ Հարգելի խորհրդի գիտություն տեղեկացնեմ, ընդմիջումից հետո չեմ մասնակցել Մենք մի քանի րոպեից հետ ենք վերադառնում, մի 5 րոպեից հետ ենք վերադառնում։ Ընդմիջում ասածը, այս ընդմիջման, թե ընդհանրապես է ժամը 2-ին։ Հիմա հարգելի խորհուրդ ժամը 2-ին համալսարանում դասախոսում եմ, դասի եմ կուշանամ։ Տվության մի դիտարկում էլ, որի մասին չասված, բայց ես ենթադրում եմ, որ խորհուրդը կարող է այդ փաստարկը բերել եւ մերժել, այնուամենայնիվ ես հարկ եմ համարում անդրադառնալ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված այն կարգավորմանը, մասնավորապես վարչական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որով որ ասում են վկա չեն կարող հարցաքննվել դատավորը որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների եւ քվեարկությունների առնչությամբ հարկ ենք համարում նշել հարգելի խորհուրդ, որ պարոն Հարությունյանի
միջնորդությամբ նշված փաստերը ոչ բոլորն են առնչվում նշված կարգավորմանը, ուստի մենք գտնում ենք, որ այդ արգելքը այս պարագայում բացակայում է։ Շնորհակալություն, ինչպես հայտարարվեց, հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնել։ Կարող եք նստել, որտեղ հեռացել էր որոշում կայացնելու, այսպիսով ներկայացվել էր միջնորդություն, Կարեն Անդրեասյանին եւ Գրիգոր Մինասյանին Սոմի Վարույթը որպես վկա արձագաննելու վերաբերյալ, խորհուրդը լսելով կողմերին քննության առնելով միջնորդությունը որոշեց միջնորդությունը մերժել, հաշվի առնելով, որ միջնորդությամբ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ նշված անձանց ցուցմունքները կարող են նշանակություն ունենալ սույն արդյունքության համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ հերկման համար։ Դուք ունեք ելի միջնորդություն, մի առաջարկ ունեմ, հայտնեք ինչքան կտևի այդ միջնորդությունը ժամանակային առումով, որպեսզի կարողանանք պլանավորենք պարոն Հարությունյան։ Կարծում եմ 10-20 րոպե։ Բայց հարգելի խորհուրդ, ես խնդրում եմ պատճառաբանված որոշում տրամադրել, իսկ եթե դա անհնար է, պարզաբանել ձեր մերժման հիմքը, այսինքն էական նշանակություն չի կարող ունենալ գործի լուծման համար հաստատվելիք փաստերի համար, այդպես էր պատճառաբանությունը։ Չէ, պատճառաբանությունը կայանում է նրանում, այն փաստերը, որ որոշվել է քիչ առաջ, խորհրդի կողմից այս այդ քննարկման արդյունքներով, այդ նշված փաստերի շրջանակից դուրս լինելու մասին է խոսքը։ Այսինքն բացառապես խորհրդակցական սենյակում այդ փաստերն եք անդրադառնալու, օրինակ չեք անդրադառնալու ավելի վաղ հետաձգված։ Չէ, այդ միանշանակ անդրադառնալու ենք, ինչպես որ ասել ենք պարոն Հարությունյան։ Իսկ վարույթի օրինականության հարցը, որի մենք արդեն ասել ենք, միանգամից ասեմ, հասկացան չեք ասում, միանգամից ասեմ, այն միջնորդությունը, որը դուք ներկայացրել եք, 80 էջ, գից եթե չեմ սխալվում 385 էջ, ոնց որ թե նաև կրիչ հետը, մենք նաև այն ժամանակ ենք հայտարարել, նախորդ նիստում էլ, ոնց որ թե դրա առիթն ունեցանք ասելու, միանշանակ ձեր կողմից ներկայացված փաստերը, փաստաթղթերը դրանք ամբողջությամբ հետազոտվելու են եւ այդ միջնորդության կապակցությամբ կայացվելու համապատասխան որոշում։ Կամ վերջնական դատական ակտով, եթե օրինակ կգտնենք, որ կես ժամից օրինակ այսօրվա նիստում արդեն պետք է դա քննել, կքննենք, բայց մենք դեռևս նման որոշում չունենք։ Անպայման դրան անդրադառնալու ենք եւ դրա հիմնավորվածությանը եւ ձեր կողմից ներկայացված փաստաթղթերը անպայման մեր կողմից ուսումնասիրվել, հետազոտվելու են եւ համապատասխան որոշումը կայացվելու։ Դա երկրորդ կարծիք եմ, որ ասում են, ինչպես ընդունված ասել չկա, դա միանշանակ։ Երկրորդ կարծիքը պարզաբանման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ եթե քննարկելու եք, որը հավաստիացմանը բնականաբար կասկածի տակ չեմ դուրում այդ հավաստիացումը, բայց այդ նույն այդ միջնորդության հիմնավորման համար վկաների հարցաքննություն անհրաժեշտ չի, թե դա վկաների հարցաքննությամբ այդ ապացույցի տեսակով հիմնավորվող կամ հերկվող։ Մենք հիմա այս միջնորդությունը ու այս փուլը մենք քննում ենք ըստ միջնորդությամբ ներկայացված փաստերի շրջանակի պարոն Հարությունյան, մի փոքր էլ պարզաբանեմ, ավելացնեմ, հա։ Այս միջնորդության սահմաններում։ Հենց այդ միջնորդության նորից ասացի, որպեսզի էլ չկրկնվեմ, թե չկստացվի երրորդ կամ չորրորդ անգամ, չնայած չեմ զլանում, կարող եմ եւս մեկ անգամ էլ պարզաբանման տեսքով ասել։ Կոնկրետ այս միջնորդության շրջանակից բխող ապացույցներին վկաների հարցաքննության ու այդ դրանա վերաբերում էս process։ Այսինքն կարող ենք անցնել։ Վկան, եթե ապացույցի տեսակ է, այդ միջնորդությունը հաստատելու կամ հերքելու համար մենք այս միջնորդության մասին ենք խոսում, պարոն Հարությունյան։ Եթե մենք կգտնենք, որ այն միջնորդության համար ինչ որ բան անհրաժեշտ է, մենք դրա մասին ձեզ նախապես կասենք։ Օրինականությունն էլ այդ փաստերի շրջանակից ածանցվող կամ հենց դրա հիմքում դրված Չենք լրիվ առանձին դուք միջնորդություն եք ներկայացրել, պարոն Հարությունյան։ Միգուցե դրա մեջ ես ինչքանով որ արդեն ուսումնասիրել եմ, դրա մեջ որոշակիորեն ներառված են հենց այս վարույթի հիմքում դրված փաստերը եւ այլն, բայց նա լրիվ ուրիշ միջնորդություն է, ուրիշ հիմնավորումներով, ուրիշ ելքով նաեւ, ճիշտ է։ Ամենայն դեպս դուք այդպես եք ակնկալում, ինչքանով որ մենք հասկացել ենք։ Հիմա խնդիրը համոզված եմ ճիշտ։ Մեր համար այս ֆայն կանխատեսելի չի այդ։ Տեսեք, դուք բանավոր հայտարարել եք, իսկ գրավոր հնարավոր է տալ այդ հաստատվող շրջանակը, ձեր կողմից հաստատված բարձրաբանման ենթակա հարցերի շրջանակը, որպեսզի մենք էլ փորձենք մեր հաջորդի վկաների միջնորդությունները տեղավորել այդտեղ, որովհետև մեր համար առնվազն կանխատեսելի է, որ դրանից դուրս դուք չեք քննարկելու որևէ միջնորդություն կամ եթե քննարկեք, ապա կայացնելու եք մերժելու մասին որոշում։ Չէ, նման կանխավարկած չկա։
Եթե ձեր միջնորդությունը պարզա վերաբերի արդեն այս միջնորդության հիմքում մկած փաստերի հաստատմանը կամ հերկմանը, մենք դա այլ կերպ կքննարկենք։ Հիմա սա քննարկվել է այս ձևով, որի պատասխանը պատճառաբանությունը տրվեց, նաև ուզեցիք լրացուցիչ պարզաբանում, այդ լրացուցիչ պարզաբանումն է տվեցինք պարոն Հարությունյան։ Հիմա քանի որ այս պարզաբանման վրա էլ արդեն 10 րոպե անցավ մեր պլանավորած ժամանակը սուղ է այս պահին, ես ձեզ առաջարկում եմ հետևյալը, եթե դուք ունեք գրավոր միջնորդությունը, ոնց որ թե ասեցիք ունեք, կարող եք ներկայացնել, եթե դուք ուզում եք, եթե ոչ, կներկայացնեք հաջորդ նիստին եւ գրավոր եւ բանավոր, կուզեք բանավոր կամ գրավոր, արդեն ձեր նախընտրությանը սա փոքր պարզաբանումով, թե ինչ ընթացակարգով կանենք, հաջորդ նիստին ձեր մյուս միջնորդությունները կքննարկենք, ապացույցների հետազոտում եւ մնացածը ինչպես որ ասենք։ Այս դեպքում կրիչը կվերցնենք, ձեր կողմից նշումները, թե որոնք են այդ ձեր կողմից հաստատված փաստերը կարձանագրենք մեզ մոտ։ Դե այդ արդեն հա դուք ազատ եք, որովհետև հաջորդ նիստը նաև նախատեսվում է ավելի ուշ, օրինակ ասեմ օրը։ Հարգելի նախագահող, ես կխնդրեմ պարզաբանեք նաև հետևյալ էլ, միգուցե իմ տպավորությունն է սխալ։ Ձեւ երեք ինչ որ տենց բան ասացիք, բայց ինձ թվաց թե ես երևի սխալ հասկացա։ Այնուամենայնիվ դուք ես ձեր ասածից հասկացա այն, որ պարոն Հարությունյանը նախորդիվ ներկայացված միջնորդությունները վարձացված փաստերը եւ փաստարկները, ինչպես նաև կից ներկայացված ապացույցները, բովանդակությունը ապացույցների չեն կարող քննարկման առարկա դառնալ բուն միջնորդության ժամանակ, ես ճիշտ հասկացա, թե չէ, այստեղ թույլատրելիության ապացույցների թույլատրելիության հետ կապված հարց կարող առաջանալ։ Միգուցե ես եմ սխալ հասկացա ձեր ասածից, ես կխնդրեմ դա պարզաբանել, որպեսզի մենք էլ կարողանանք արդեն ի վերջո որքան էլ դատական գրքով ապացուցման բեռը դրված է տվյալ դեպքում լիազոր մարմնի վրա, այնուամենայնիվ մենք զրկված չենք մեր պաշտպանությունը իրականացնելու եղանակները ընտրելու, այդ թվում եւ համապատասխան միջնորդությամբ հանդես գալու։ Ոստի եւ կխնդրեմ այս մասը մեզ հստակեցնել, որ մենք հասկանանք, եթե արգելված է, այս երկրորդ հարցն էլ տամ, որպեսզի չկրկնվեմ, նորից ձայն չխնդրեմ, եթե արգելված է, ապա կխնդրենք կոնկրետ նորմը վկայակոչել, որը արգելում է, այսքանը։ Խորհուրդ, եթե թույլ տաք մեկ այլ պարզաբանում էլ միանալով ներկայացուցիչ խնդրանքին, այն ժամանակ, երբ որ բացակի միջնորդությունները մերժում եք, գրավոր մերժումներ, պատճառաբանված որոշումներ չեր տրամադրվում, արձանագրել եք, որ պատճառաբանությունները վերջնական դատական ակտում, եթե զետեղվեն, չեն շեղվելու դրանից, հնարավոր է զուտ տեխնիկական ձևակերպումների շեղումներ դրանք պարունակեն, նույնն էլ այս մերժմանն է վերաբերվում մասնավորապես վկաների։ Մենք կարող ենք ակնկալել, որ Պարոն Հարությունյանը, ինչ որ այս նիստին ասվել է, դրանից դուրս ու պատճառաբանություններ, լրացուցիչ պատճառաբանություններ, որոնք ավելի կհիմնավորեն կամ ինչ որ մի հատ փաստ ավելի կհաստատեն կամ կհերքեն, մենք չենք պատրաստվում նման պատճառաբանություններ զետեղել։ Շնորհակալություն։ Միգուցե ձեր ասացի նման իրավական հիմնավորումների իրավական, հա, այն փաստական ոչ մի տվյալ, որպես այդպեսին, ըստ էության չի փոխվելու, այսինքն բովանդակային առումով դուք ունենալու եք այն, ինչ որ արդեն ստեղ լսել եք։ Բարձր, այսքան։ Ձեր հարցը որն էր, ինչ արգել, ոչ մի արգելքել չկա, ինչ որ ասացի, արդեն ասացի Տիկին Մկրտչյան։ Դերուն պետք է մի հատ էլ լսել Տիկին Մկրտչյան ջան, հիմա ես մի հատ նորից ասեմ։ Ես մոռացա։ Չէ, ոչ մի բաներ չեմ մոռացել։ Չէ, չեմ մոռացել, հենց այդ եմ ասում, չեմ մոռացել ու ասում, քանի որ արդեն պարզաբանել եմ, դրանից ավել էս բան որևէ բան չկա պարզաբանել։ Ես արդեն պարզաբանել եմ, ինչ կարող եք անել Տիկին Մկրտչյան։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 2-ին ժամը 10:30 նույն վայրում, դուք համարում եք պատշգամբացված նշանակված դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին եւ հաջորդ նիստի կապակցությամբ ձեզ դատական ծանոթագիր չի ուղարկվի։ Դատական նիստը հայտարարում է փակված։ Աթաբեկյան, հնարավոր է հաջորդող նիստի Հաջորդ օրն է, հաջորդ այդ շաբաթը գրեթե ամբողջ օր։ Այսինքն 3 շաբթի հաստատ ունենալու ենք։ Այո։